Զրուցում ենք թուրքագետ Վազգեն Պետրոսյանի հետ։ Պարոն Պետրոսյան, վերջերս Թուրքիայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշված էր, որ Ռեջեփ Թայիպ Էրդողանը գոհունակություն է հայտնել Փաշինյանի հետ հանդիպումների կապակցությամբ, ինչ է նշանակում այդ գոհունակությունը։ Նախ եւ առաջ եկեք հասկանանք ինչ է նշանակում հայ-թուրքական հարաբերությունը։ Վերջի 400 տարվա ընթացքում թուրքական տարբեր կառավարություններ, օսմանյան տարբեր կառավարություններ իրենց հայկական հարցի հասկացողությունը եղել է միայն հայոց ցեղասպանությունը։ Մենք դա տեսել ենք եւ Բեռլինի կոնգրեսից առաջ, եւ Բեռլինի կոնգրեսից հետո, եւ Օսմանյան կայսրության ժամանակ հայոց ցեղասպանությունը, եւ տեսել ենք Արցախյան շարժումից առաջ Բաքվի եւ Սումգայիթի կոտորածները։ Հիմա, եթե հայ ժողովրդին մորթողը գոհունակություն է հայտնում իր հանդիպումից, սա նշանակում է, որ տվյալ անձը, որ ներկայացնում է Հայաստանը, ինքը չի կարող հայ լինել, եւ ինքը ամբողջությամբ ծառայում է թուրքական օրակարգին եւ ծառայում է այդ օրակարգը իրականացնելու Հայաստանում, այնպես ինչպես տեսանք, հրահրելով պատերազմը, ասելով, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, եւ դրանից հետո հայաթափելով Արցախը 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Պարզ է, որ սրանք բոլորը ծառայում են Թուրքիայի շահերին տարածաշրջանում։ Ինչու՞ չի պիտի գոհ լինի Էրդողանը։ Եթե կա մի կամակատար, որ պատմական բոլոր հիշողությունները փորձում է ոչնչացնել, Հայաստանում ոչնչացնում է բոլոր ինստիտուտները, այդ թվում արտաքին գործերի նախարարությունը, այդ թվում պաշտպանության նախարարությունը, ազգային անվտանգության ծառայությունը, գիտությունը, կրթությունը, Հայաստանը դարձնում է սնանկ պետություն, հարվածում է հայոց եկեղեցին։ Ինչու՞ չի գոհ լինի։ Այսպիսով մենք կարող ենք ասել, որ այս բանակցությունները հավասարության հիմքով չեն ընթանում, ու Հայաստանը այստեղ ոչ թե սուբյեկտ է, այլ պարզապես շահերի արանքում հայտնված օբյեկտ։ Նիկոլի վարած քաղաքականության հետևանքով, դեռևս ոչ միայն Նիկոլի, ֆուտբոլային դիվանագիտությունը, որը սկսեցին Էդվարդ Նալբանդյանը եւ Սերժ Սարգսյանը, դեռ այն ժամանակվանից Հայաստանը որպես տարածաշրջանային սուբյեկտից վերածվեց տարածաշրջանային օբյեկտի։ Եվ դրա ամենավառ օրինակը այն ժամանակ էր, երբ որ Շվեյցարիայում փորձում էին այդ դիվանագիտական ֆուտբոլի դիվանագիտությունը վերածել ֆուտբոլային ինչ-որ արշավի եւ տեսանք, որ Թուրքիան ինքը իրեն ինչպես դրսեւորեց, իսկ Հայաստանը ինչպես։ Չի կարող լինել։ Հայ-թուրքական հարաբերությունը չի ստացվի։ Թուրքերի իրենց հիմնական, այսպես ասած, գործառույթը հայերի հետ, ասում են Հայաստանը առանց հայերի, եւ իրենք այդ քաղաքականությունն են առաջ տանում։ Իրենց ոչ Հայաստանն է պետք, ոչ հայությունն է պետք։ Վերջո ցեղասպանությունից առաջ մոտ 2.5 միլիոն հայ էր ապրում Թուրքիայում։ Այսօր ինչքան է ապրում։ Թուրքիայի գոհունակությունը դա է։ Որոշ մասնագետների կարծիքով իրականում իրատեսական է Թուրքիայի հետ խաղաղությունը։ Դուք ինչ կասեք այս մասին։ Այո, Թուրքիայի հետ հնարավոր է խաղաղության հասնելը, եթե Հայաստանը լինի շատ հզոր պետություն եւ տեղի չտա թուրքական ծաղրապաշտական ծրագրերին եւ ինքը դառնա հզոր, ոչ թե այսօրվա նման ասֆալտի մակարդակին իջած պետություն, եւ ինքը օգտագործի Սփյուռքի, հայոց եկեղեցու եւ բոլոր կառույցների ուժերը եւ կարողանա դիմագրավել թուրքական բոլոր էքսպանսիոն ծրագրերի։ Այդ ժամանակ այո։ Եթե այսօր ենք խոսում, այսօր Հայաստանը ուղղակի կուլ է գնալու Թուրքիային։ Եկեք հասկանանք ու թվարկենք, թե Թուրքիան Հայաստանից կոնկրետ այս փուլում ինչ է ուզում՝ սահմանների բացում, հայոց ցեղասպանության միջազգային օրակարգից հրաժարում, հյուպատոսությունների բացում, թե այս բոլորը միասին։ Ես կասեի ավելին, հայոց եկեղեցու ոչնչացում,
բոլոր ռազմական ինստիտուտների ոչնչացում, այնինչ որ արդեն անում է Նիկոլը, կրթության զրոյացում, այնինչը որ անում է Աննան, եւ մնացած ամեն ինչ, այսինքն այն ինչը որ պետք է մեր ժողովրդին հայությանը հզորացնի, դրանց ոչնչացում։ Հայաստանի համար կան կարմիր գծեր, որ պետք է ձևակերպվեն Թուրքիայի ուղղությամբ, ու եթե կան, արդյոք մեր իշխանությունը, մեր պետությունը այս պահին այդ գծերը պահպանում է։ Հայաստանի համար եւ հայ ժողովուրդը միշտ Թուրքիայի հետ հարաբերությունների ժամանակ ունի կարմիր գծեր, չի կարող չունենալ, իսկ այսօրվա իշխանությունը ընդհանրապես կարմիր գիծ չունի։ Շատ կներեք, մի քիչ գռհիկ է հնչում, բայց փաստ է։ Եթե Թուրքիայի իշխանությունները Հայաստանի իշխանություններին եւ ԿՊ-ին ասեն ձեր կանանց ու երեխաներին բերեք գիշերը մեզ մոտ, սրանք կտանեն։ Սրանց մոտ ոչ մի կարմիր գիծ գոյություն չունի։ Թուրքիան պատմականորեն վարում եւ շարունակում է վարել ժխտման քաղաքականություն, խոսքը հայոց ցեղասպանության մասին է։ Այսօր, երբ մենք խոսում ենք խաղաղությունից, ինչ այս ժխտումը փոխվել է, թե պարզապես այլ բառով է փոխարինվել։ Հայ ժողովուրդը միշտ խաղաղասեր է եղել եւ դա ակնհայտ է դառնում այն ժամանակվանից, երբ որ մոնղոլ թաթարները եկան մեր տարածաշրջան եւ իրենց հայությունը ընդունեց եւ իրենք մեր տարածաշրջանից գնացին Եվրոպա եւ Եվրոպայում հզորացան ու հետ վերադարձան Օսմանյան կայսրությունը ստեղծեցին։ Հայերը միշտ խաղաղասեր են եղել, ի տարբերություն թուրքերի։ Իրենք միշտ ցանկացել են խաղաղություն, բայց աշխարհի աքսիոմա օրենքն է, որ եթե դու խաղաղություն ես ուզում, պետք է լինես հզոր։ Իսկ եթե հզոր չես, քո խաղաղությունը, խաղաղության ավերսանքը, բացի կոտորած, ուրիշ ոչ մի բան չի բերի քո ժողովրդին։ Թուրքիան պարբերաբար շեշտում է տարածաշրջանային կայունության մասին, հասկանանք, թե այդ կայունության մեջ Հայաստանը ինչ դերակատարում ունի, ինչ-որ հնազանդ հլու երկրի կարգավիճակ։ Ոչ միայն հնազանդ եւ հլու, այլ նաեւ ոչնչացված Հայաստան։ Տեսեք, ցեղասպանության ժամանակ քանի 100,000 հայերի իրենք բռնի իսլամացրեցին, քանի 100,000 հայ երեխայի, հայ կնոջ իրենք բռնի իսլամացրեցին եւ իրենք իրենց ազգը բարելավեցին։ Հայ ժողովուրդը իրենց համար այդպիսի պատկեր ունի, այսինքն իրենց ազգը բարելավելու համար մենք իրենց թարմ արյուն ենք տալիս, իրենց այդ փչացած արյանը մենք թարմացնում ենք։ Իրենք այդ են ուզում։ Եվ շատ բնական է դա, վերջ-վերջով մարդիկ իրենց պետության մասին են մտածում, ոչ թե իրենց փորի մասին, այնպես ինչպես որ այսօր մտածում է Հայաստանի իշխանությունները։ Թուրքիա-Հայաստան երկխոսության մեջ Ադրբեջանը որքանով է անկախ, արդյոք Թուրքիան ունի իր սեփական հայաստանյան օրակարգը, Ադրբեջանը իր սեփականը, թե իրականում նրանք երկուսը համագործակցում են եւ ունեն համընդհանուր շահեր Հայաստանից։ Ադրբեջանը իր ընդհանուր էներգետիկ, տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական բոլոր պարամետրերով կախված է Թուրքիայից։ Բոլոր, բացարձակապես բոլոր պարամետրերով։ Ադրբեջանը ինքը միայնակ չի կարող որևիցե քաղաքականություն իրականացնել, ինքը թվարկած որևիցե բնակավարում։ Դա կեղծ կատեգորիայի կեղծ խոսույթ է, որը մտցնում են մեր հայկական քաղաքական խոսույթի մեջ, որ Ադրբեջանը եւ Թուրքիան իրենց շահեր իրար հետ չի համընկնում։ Դա կեղծ է։ Այսպեսով կարող եք ասել, որ եթե այսօր Թուրքիան թույլ չտա իր տարածքից Բաքու-Ջեյհանը կամ թափ 1, թափ 2 մնացած բոլոր էներգետիկ գծերը անցնեն, Ադրբեջանը ինչ է անելու։ Շատ կներեք, սատկելու է։ Ուստի բոլոր այդ խոսույթը կեղծ խոսույթներ են, որը այսօր փորձում են մեզ հրամցնել։ Այսպեսով մենք կարող ենք ասել, որ Ադրբեջանը Թուրքիայի ձեռքին պարզապես մի խամաճիկ է։ Խամաճիկ չէ, գործիք է տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու եւ իր հակառակորդներին տարածաշրջանից դուրս մղելու։ Ինքը գործիք է, ոչ թե խամաճիկ։